Ողջույն սիրելիներս, մաթեմատիկայից այսօր կատարելու ենք H70-ի առաջադրանքները, դաս 38, սկզբում կատարում ենք գործնական աշխատանքը, փայտիկներով կառուցում ենք 4 քառակուսիներ, այնպես ինչպես ցուցադրված է նկարում, հետո երեխաներին առաջարկում ենք ընդամենը 1 փայտիկ վերցնելով ստանալ 3 քառակուսիներ, երեխաները փորձում են, իրենց մոդել են հավաքում, գրատախտակին էլ ես նկարում եմ, նայում են, խելացի երեխաները շատ արագ են կողմնորոշում, բայց աշխատում ենք, ժամանակ ենք տալիս, որ բոլորը հասկանան, հետո կանչում ենք մեկն ու մեկին, փայտիկը հեռացնում է կամ գրատախտակից մաքրում է ավելորդ փայտիկը և ստացվում է 1, 2, 3 եռանկյուններ, 1 քառակուսիներ, ստացվում է 3 քառակուսիներ, 1, 2, 3, երբ այս մի փայտիկը հեռացրեցինք, այստեղ դատարկություն է, այլևս քառակուսի չկա։ Հետո կատարում ենք առաջադրանք 4-րդը, լրացնում ենք բուրգը, առեղծվածային տնակում կա 2 թիվ, որ թվերը կարող են լինել դրանք։ Երեխաները սովորել են արդեն բուրգը լրացնել, բուրգի իրար կողք գտնվող թվերը իրար գումարելով, բուրգի վերևի վանտակում գրում ենք գումարը, 1-ին գումարած 2 հավասար է 3, գրում ենք ընդհանուր վանտակում։ 2-ին ավելացրած 2 հավասար է 4-ի, այս 2-ի ընդհանուր վանտակը սա է, գրում ենք 4-ը։ 2-ին գումարած 1 հավասար է 3, նրանց ընդհանուր վանտակը վերևում է, գրում ենք։ Հիմա թվերն են 3, 4, 3։ 3-ի և 4-ի գումարը 7 է։ 4-ի և 3-ի գումարը նույնպես 7 է։ Այստեղ արդեն պետք է գումարը գրել։ Երեխաների համար դեռևս դժվար է, մենք չենք անցել, բայց շատերը գիտեն, որ 7-ին գումարած 7 հավասար է 14-ի։ Բացատրություններ չենք կատարում, որովհետև դեռևս դա չենք անցել։ Հաջորդը 0-ին գումարած 3 հավասար է 3-ի, գրում ենք ընդհանուր վանտակում։ 3-ին գումարած 3 հավասար է 6-ի, գրում ենք իրենց ընդհանուր վանտակում։ 3-ին գումարած 0 հավասար է 3-ի։ Ստացվեց բուրգի երկրորդ հարկը լրացված 3, 6, 3։ Հիմա սրանց ընդհանուր թիվն ենք գտնում։ 3 և 6 թվերի գումարը 9 է։ Գումարների տեղափոխությունից գումարը չի փոխվում, 6 և 3 թվերի գումարը նույնպես 9 է։ 9-ին հետ գումարած 9 հավասար է 18-ի։ Այսինքն առեղծվածային տնակում թաքնվել են 14-ը և 18-ը։ Այժմ գրում ենք վարժություն առաջինը։ 12-ից հանած 2 հանած 4։ 12-ից հանած 2 հավասար է 10-ի, հանման նշանի վերևում կանաչ գրիչով փոքրիկ գրում ենք 10-ը։ 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ Հաջորդը 12-ից հանած 2, արդեն գիտեն, որ նույնն է, գրում են հավասար է 10-ի, 10-ից էլ հանած 5 հավասար է 5-ի։ Հաջորդ օրինակը երեխաները կազմում են ինքնուրույն, նայում են, գտնում են օրինաչափությունը, որ սկզբում պիտի լինի անպայման 12-ից հանած 2, հետո ստուգում են հանած 4, 5, հաջորդը պիտի լինի 6։ 12-ից հանած 2 հավասար է 10-ի, 10-ից էլ հանած 6 հավասար է 4-ի։ Նույն ձևով կատարում են հաջորդ առաջադրանքները։ Հետո գրում են վարժություն 2-ը, հաշվում են տրված թվերի գումարն ու տարբերությունը և կազմում հավասարություններ։ 8 և 2 թվերի գումարը հավասար է, գրում են 8-ին գումարած 2 հավասար է 10-ի։ Հաջորդը տակից գրում են տարբերությունը, 8-ից հանած 2 հավասար է 6-ի։ Նույն ձևով կատարում են հաջորդ առաջադրանքները։ Եվ վերջում լուծում են խնդիրը։ Տիգրանը 3 տարով մեծ է եղբորից։ Հաշվի իր եղբոր տարիքը, իմանալով, որ Տիգրանը 14 տարեկան է։ Ակնառու օրինակով բացատրում ենք խնդիրը։ Կանչում ենք 2 երեխա, մեկը բարձրահասակ, մյուսը համեմատաբար ցածրահասակ և ասում ենք. երեխաներից բարձրահասակը կլինի Տիգրանը, իսկ ցածրահասակը նրա եղբայրը։ Տիգրանը 3 տարով մեծ է եղբորից, հաշվի իր եղբոր տարիքը, իմանալով, որ Տիգրանը 14 տարեկան է։ Համառոտագրելիս բացատրում ենք, սա անուղղակի ձևով արտահայտված խնդիր է։ Առաջին անգամ երեխաները սովորում են համառոտագրել և լուծել անուղղակի ձևով արտահայտված խնդիր։ Տիգրան բառի փոխարեն մենք գրում ենք միայն տ-ն։ Տիգրանը 14 տարեկան է, Տիգրանի տարիքը հայտնի է։ Եղբայրը
չգիտենք քանի տարեկան է, դնում ենք հարցական նշան։ Եղբայրը հարցական տարեկան։ Տիգրանի մասին էլ ինչ էր հայտնի խնդրից, որ 14 տարեկան լինելով հանդերձ, Տիգրանը 3 տարով մեծ է եղբորից։ Մեծ է ումից, եղբորից, որտեղ է գրված եղբայրը։ Ներքևում է գրված։ Մենք պիտի ցույց տանք սլակով եղբորը։ Ուշադրություն են դարձնում երեխաները սլակի ուղղությանը։ Սլակը վերևից իջնում է ներքև։ Այսինքն սլակը հակառակ ուղղությամբ է, նշանակում է մենք էլ պիտի կատարենք մեծ բառի հակառակ թիվը, այսինքն եթե Տիգրանը հակառակ գործողությունը, եթե Տիգրանը մեծ է, ապա եղբայրը փոքր է, այստեղ գտնում ենք փոքր բառը, այսինքն ինչու է խնդիրը կոչվում անուղղակի, որովհետև անհայտ թվից ուղղակիորեն չի հարցնում, չի ասում, որ եղբայրը չգիտենք քանի տարեկան է, բայց գիտենք, որ 3 տարով փոքր է Տիգրանից, այլ հայտնի թվից մենք գտնում ենք անհայտը, եթե Տիգրանը 14 տարեկան է և 3 տարով մեծ է եղբորից, ուրեմն եղբայրը 3 տարով փոքր է Տիգրանից։ Սլակի ուղղությունը արդեն հուշում է, որ խնդիրը անուղղակի ձևով արտահայտված խնդիր է և մենք պետք է լուծենք հակառակ գործողությունը կատարելով։ Եթե մեծ է, մեծի դեպքում գումարում ենք, ապա փոքրի դեպքում հանում ենք 14-ից, Տիգրանի տարիքից, հանում ենք նրա 3 տարին, որը մեծ էր եղբորից և ստանում ենք եղբոր տարիքը 11 տարեկան։ Վերջում գրում ենք պատասխանը, պատասխան 11 տարեկան, տարեկան բառը այստեղ գրում ենք լրիվ։ Խնդիրը վերջացնելուց հետո կատարում ենք առաջադրանք 5-ը։ Բանալի գործողություններն են գումարումը և հանումը։ Մենք պետք է վերականգնենք հավասարությունները։ Շրջանակի փոխարեն պիտի տնենք համապատասխան գործողությունը։ 12 2, 14 0 պետք է լինեն հավասար, հավասարության ձախ և աջ կողմերը։ 12-ին գումարած 2 հավասար է 14, 14-ից հանած 0 հավասար է 14, 14-ը հավասար է 14-ին, 14-ին գումարած 3 հավասար է 17-ի, 19-ից հանած 2 հավասար է 17-ի, 17-ը հավասար է 17-ին, 11-ին գումարած 5 հավասար է 16-ի, 10-ին գումարած 6 հավասար է 16-ի, 16-ը հավասար է 16-ին։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ առաջադրանքը։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։